Ողջունում եմ բոլորին, ես Լիլիթն եմ Մանվելյան, մասնագիտությամբ լոգոպեդ։ Լոգոպեդական պարապմունքների ընթացքում մենք աշխատում ենք զարգացման տարբեր խանգարումներ ունեցող երեխաների եւ մեծահասակների հետ։ Պարապմունքների ընթացքում մենք բախվում ենք բազմաթիվ խնդիրների հետ, եւ այդ խնդիրները լուծելու համար միայն լոգոպեդական պարապմունքները բավարար չեն լինում։ Ուստի մենք դիմում ենք նյարդաբաններին եւ զարգացման մանկաբույժներին։ Նրանց կատարած ախտորոշումից հետո սկսում ենք կազմակերպել մեր պարապմունքները։ Բայց լինում է նաև այնպես, որ դիմում են մեզ այնպիսի բարդ խանգարումներ ունեցող երեխաներ, որ միայն նյարդաբանի, զարգացման մանկաբույժի եւ լոգոպեդի կատարած աշխատանքը եւս բավարար չի լինում։ Իսկ ինչ ենք անում մենք մասնագետներս։ Դիմում ենք բազմամասնագիտական թիմի օգնությանը։ Ինչ է իրենից ներկայացնում բազմամասնագիտական թիմը։ Բազմամասնագիտական թիմը մասնագետների ամբողջականություն է, որոնց հիմնական նպատակը մեկն է։ Նրանք աշխատում են մեկ նպատակի, մեկ գաղափարի շուրջ։ Բազմամասնագիտական թիմի մեջ ներառված է լոգոպեդ, հոգեբան, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ, ֆիզիոթերապիստ, զարգացման մանկաբույժ եւ այլ մասնագետներ, որոնք աշխատում են մեկ գաղափարի շուրջ։ Ինչ են անում մասնագետները։ Դիտարկում են երեխային։ Յուրաքանչյուր մասնագետ դուրս է գրում այն առանձնահատուկ կետերը, որոնք պետք է քննարկի մյուս մասնագետների հետ։ Եվ այսպես, բոլոր մասնագետները անհատական հետազոտություն իրականացնելուց հետո դիտարկում են իրականացնում երեխային եւ դուրս գրած բոլոր կետերը քննարկում են, կազմում են մեկ եզրակացություն եւ այդ եզրակացության շնորհիվ կազմում են երեխայի անհատական զարգացման պլանը։ Եվ այդ անհատական զարգացման պլանը դառնում է երեխաների համար եւ մասնագետների համար հիմնային, նպատակային եւ այդ նպատակի շուրջ սկսում են աշխատել։ Զարգացման անհատական պլանների շուրջ աշխատանքի մեջ ներառվում է նաեւ ծնողը։ Ծնողի մասնակցությունը շատ կարեւոր է։ Ծնողը պետք է տեղյակ լինի, թե ինչպիսի հետազոտություն է իրականացվում երեխայի հետ, ինչպիսի պլան է կազմվում եւ ինչպիսի շտկողական աշխատանքներ են իրականացվելու, ինչպիսի մեթոդաբանություն է իրականացվելու, որպիսի կարողանան երեխային շտկեն, հաղթահարեն խնդիրները։ Շատ կարևոր է նաև, որ ծնողները եւս տեղյակ լինեն, թե ինչ աշխատանքներ են իրականացնում յուրաքանչյուր մասնագետները, որպիսի տանը տնային պայմաններում կարողանան այդ աշխատանքները շարունակել եւ այդ նույն մեթոդաբանությամբ կրկնել իրենց տնային աշխատանքները։ Անհատական զարգացման պլանները կազմելիս շատ կարևոր է նաև ծնողների դերը։ Ծնողները պետք է մասնակցեն անհատական զարգացման պլանների կազմմանը։ Պետք է տեղյակ լինեն, թե ինչպիսի աշխատանքներ են իրականացվելու երեխաների հետ, ինչ մեթոդաբանություն է իրականացվելու, երբ են աշխատանքները իրականացվելու։ Ծնողը պետք է տեղյակ լինի, որպեսզի տնային պայմաններում կարողանա ճիշտ մոտեցում ցուցաբերել երեխաներին կամ երեխային։ Հաճախ լինում է նաև այնպես, որ ծնողները լսելով հարևաններին, ծանոթներին, բարեկամներին չեն դիմում մասնագետների օգնությանը, մտածելով, որ երեխան կմեծանա, կանցնի խնդիրը, շուտով կխոսի եւ նմանատիպ այլ մտքերին հետևելով ծնողները չեն դիմում մասնագետների օգնությանը, բայց մենք մասնագետներս վաղ ախտորոշումը շատ կարևորում ենք, քանի որ վաղ ախտորոշման շնորհիվ կարող ենք շատ խնդիրներ հաղթահարել եւ լուծել ավելի շուտ, քան թողնենք, որ խնդիրը ավելի ոսկորանա։ Սիրելի ծնողներ, եթե նկատում եք, որ ձեր երեխայի զարգացումը նորմային չի համապատասխանում, ապա մեկ օր շուտ դիմեք մասնագետների օգնությանը, քանի որ մենք մասնագետներս ավելի վաղ բացահայտելով երեխայի խնդիրը, ավելի հեշտ եւ արագ կշտկենք, կհաղթահարենք եւ կբալանսավորենք երեխայի զարգացումը։ Բազմամասնագիտական թիմը կազմելով անհատական զարգացման պլաններ սկսում է իր աշխատանքը։ Լոգոպեդները խոսքն են հետազոտում, խոսքի հնչյունային կողմը, բառապաշարը, քերականությունը, հոգեբանները երեխայի հույզերը, վախերը, իրենց վարքը եւ այլ կողմեր են հետազոտում։ Ֆիզիոթերապիստները ֆիզիկական վիճակն են գնահատում երեխայի եւ որոշում, թե ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացվի։ Սոցիալական մանկավարժները ընտանիքն են ուսումնասիրում, թե ինչպիսի ընտանիքում է ապրում երեխան։ Հատուկ մանկավարժները ուսումնասիրում են երեխաներին եւ հասկանում, արդյոք երեխայի խնդիրը բժշկական է, թե զարգացման ուղղակի փուլ է երեխայի մոտ, որ պետք է ուղղակի զարգացման աշխատանքներ իրականացնելով հաղթահարենք։ Եվ այսպես, ունենալով
Դրանով անհատական զարգացման պլանները սկսվում են աշխատանքները, կազմում են սկզբունքներ, պարզից բարդ սկզբունքը, սկզբում հասկանում ենք, թե որն է առաջնային խնդիրը, որը երկրորդային, հաշվի ենք առնում, թե որ մասնագետը պետք է սկսի առաջին աշխատանքը, լոգոպեդը պետք է սկսի աշխատանքը, թե հոգեբանը, թե զուգահեռ բոլոր մասնագետները պետք է իրականացնեն համապարփակ աշխատանք, որպեսզի ճիշտ եւ արդյունավետ լինի երեխայի զարգացումը։ Այս աշխատանքներն իրականացվում են մինչև 5-6 տարեկանը եւ իհարկե նաեւ ավելի մեծ տարիքում եւս կատարվում է բազմամասնագիտական թիմի կազմած անհատական զարգացման պլանները, բայց երբ երեխան հաճախում է դպրոց, այստեղ ինչ խնդրի առաջ ենք կանգնում։ Այն դպրոցները, որոնք ներառական չեն, երեխաները բախվում են որոշակի խնդիրների, իսկ այն դպրոցները, որտեղ իրականացվում է ներառական կրթություն, դա շատ գովելի է եւ շատ մեծ արդյունքներ է լինում երեխաների աշխատանքում, որովհետև դպրոցներում եւս կազմվում են անհատական ուսուցման պլաններ, այնտեղ եւս կան բազմամասնագիտական թիմեր, որոնք երեխան հաճախելով դպրոց հետազոտում են երեխային, բացահայտում են ինչ խնդիր ունի երեխան, ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացվի, շաբաթական քանի անգամ պետք է աշխատեն երեխայի հետ մասնագետները եւ կազմելով անհատական պլաններ, սկսում են երեխաների հետ աշխատանքները։ Անհատական ուսուցման պլանները, ԱՕՊ-ները կազմելիս ծնողների դերը նույնպես շատ կարևոր է, ինչպես անհատական զարգացման պլանների դեպքում։ ԱՕՊ-ները կազմելիս ծնողները պետք է ներգրավված լինեն, հասկանան, թե ինչ աշխատանքներ պետք է իրականացվի երեխայի հետ, եւ այստեղ մասնագետները տարվա սկզբին գրում են, թե ինչ պլան պետք է կատարեն երեխայի հետ, նշում են յուրաքանչյուր առանձնահատկությունները, դնում են իրենց եւ երեխայի դիմաց որոշակի նպատակներ եւ տարվա վերջում փորձում են ամփոփել եւ հասկանալ, թե արդյոք երեխայի մոտ ինչքան դինամիկա նկատվեց, ինչքան արդյունքներ կարողացան ստանալ երեխաները։ Եվ այսպես շարունակ, եթե երեխան ներառական կրթություն է ստանում, այդ ընթացքում երեխան միշտ ունենում է անհատական ուսուցման պլաններ։ Անհատական ուսուցման պլանները կազմելիս բազմամասնագիտական թիմը ունենում է մեկ մեթոդաբանություն, մեկ նպատակ, մեկ գաղափարի շուրջ ենք աշխատում։ Եվ այստեղ աշխատանքներն իրականացնելիս երեխաները դասերից առանձնացվում են, յուրաքանչյուր մասնագետի հետ անցկացնում են շտկողազարգացնող պարապմունքներ։ Եվ իհարկե ծնողը այս բոլոր աշխատանքների մասին տեղեկանում է եւ գրավոր եւ բանավոր տեսքով։ Շատ ողջունելի է, որ Հայաստանում իրականացվում է ներառական կրթություն։ Ներառական կրթության գաղափարախոսությունը այն է, որ բոլոր երեխաները հավասար են։ Եվ զարգացման խանգարումներ ունեցող, եւ զարգացման խանգարումներ չունեցող երեխաները պետք է ստանան հավասար կրթություն։ Բոլորը ունեն կրթություն ստանալու իրավունք։ Ներառական կրթության առավելություններից եմ ուզում խոսել, որ ներառական կրթության իրականացման ընթացքում երեխաները, ովքեր չունեն զարգացման խանգարումներ, սովորում են զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հետ եւ ունենում են հարգանք մեկը մյուսի նկատմամբ, փորձում են օգնել միմյանց, թե դասապրոցեսի ընթացքում, թե դասամիջոցներին, մեկը մյուսին աջակցում է եւ այսպես մեկը մյուսի հետ փոխհարաբերության ընթացքում ձեռք են բերում ինքնավստահություն, հարգանք մեկը մյուսի նկատմամբ եւ զարգացման խանգարումներ ունեցող երեխաները արդեն դառնում են ավելի ինքնավստահ, ավելի լավ են զգում իրենց հասակակիցների, իրենց դասընկերների կողմից եւ արդեն իրենց դասապրոցես ուսումնական գործընթացը ավելի արդյունավետ է անցկացվում եւ ավելի հաճելի է դառնում երեխաների կողմից։ Այն դպրոցները, այն հաստատությունները, որտեղ կան թեքահարթակներ, հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների համար, դա նույնպես շատ ողջունելի է, քանի որ երեխաները ինքնուրույն կարողանում են տեղափոխվել եւ որևէ մեկի աջակցության կարիքը չեն ունենում։ Դպրոցներում երեխաները ունենում են նաև ուսուցչի օգնականներ։ Օգնականները կարողանում են երեխաներին օգնել, աջակցել։ Դասապրոցեսի ընթացքում ուսուցչի օգնականները նստում են երեխաների կողքին։ Եթե երեխաները չեն հասցնում որևէ առաջադրանք կատարել, ապա ուսուցչի օգնականները օգնում են երեխաներին, փորձում են գրելու եւ ընթերցանության գործընթացի մեջ օգնել, որ երեխաները հասցնեն եւ հավասար կրթությունը իրականացվի։ Մեր օրերում նաև գործում են տմակներ։
տարածքային աջակցման կենտրոններ, որտեղ աշխատում են բազմաթիվ մասնագետներ, որոնց աշխատանքը մեկն է, նպատակը մեկը։ Եվ ինչ են անում այդտեղ։ Բազմամասնագիտական թիմի մարդիկ գնում են դպրոցներ, կատարում են անհատական հետազոտություններ, որտեղ չկան նեղ մասնագետներ։ Եվ յուրաքանչյուր դպրոցում որոշում են, թե որ մասնագետը որ երեխայի հետ պետք է աշխատի, քանի անգամ պետք է աշխատանքներն իրականացվեն, եւ տարածքային աջակցման կենտրոնների մասնագետները փորձում են հետազոտել երեխաներին, անհատական զարգացման պլաններ, անհատական ուսուցման պլաններ կազմել եւ աշխատել, որպեսզի երեխաները ունենան բավարար կրթություն եւ լինեն զարգացած, առողջ եւ կրթված։ Սիրելի երեխաներ, որպեսզի տնային պայմաններում կարողանաք պատրաստել ձյուն, այստեղ ենք հրավիրել Արևին։ Ողջույն Արև, ինչպե՞ս ես։ Լավ։ Ապրես, որ լավ ես։ Պատրաստ ես ինձ օգնել։ Շատ լավ։ Որպեսզի պատրաստենք ձյուն, մեզ անհրաժեշտ է 2 բաղադրիչ, կերակրի սոդա եւ օճառե փրփուր։ Ահա, հիմա վերցնում ենք տարան, տարայի մեջ լցնում ենք։ Ահա։ Արև ջան, կլցնես սոդան։ Քիչ լցրու, խառնենք։ Լցրու, խառնենք։ Ահա, հիմա քո ձեռքերով փորձիր խառնել, որ ստանանք ձյուն։ Խառնիր։ Ահա, լավ, խառնիր։ Ես ավելացնեմ էլի սոդա։ Դու սիրում ես ձյունով խաղալ։ Իսկ տարվա որ եղանակին ենք մենք ձյունով խաղում։ Ձմռան։ Ահա, իսկ ձյունից ինչ ենք պատրաստում։ Ձմռպապ։ Ահա, դնե մարդուկ ենք, չէ՞, պատրաստում։ Իսկ ձնագնդիկ խաղում եք։ Հա։ Ահա, ստանում ենք այսպիսի մասա։ Նման է ձյանը։ Ահա, հիմա արի փորձենք ձնե գնդիկներ պատրաստել։ Ահա։ Այսպես, եթե ամռանը ձեր երեխաները ցանկանում են ձյունով խաղալ, հոգ չէ, կարող եք այսպես պատրաստել։ Դնենք այստեղ, որ երեխաները տեսնեն։ Պատրաստենք ձնե մարդուկ։ Ահա։ Իսկ ինչ ենք դնելու մենք, որպես քիթ։ Հա, Արև։ Ինչ ենք դնելու։ Ահա։ Քեզ դուր եկավ Արև։ Տանը կպատրաստես մայրիկի հետ։ Այո։ Ահա։ Այսօրվա համար այսքանը։ Ձեզ հետ Լիլիթ Մանվելյանն էր եւ Արևը։ Հաջողություն։